Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես գիտեք, քաղաքական քննարկումները շարունակվեցին, ընդ որում շարունակվեցին մի քանի տարբեր ֆորմատներով, քաղաքասարակության ներկայությունների հետ առանձին որոշ քննարկումներ ենք ունեցել, լրատվամիջոցների ունեցել ենք նաև քննարկում այսպես մեծ հնչեղություն ստացած քաղաքական հարթակում, այս առումով 4x4 կոչված ձևաչափով։ Այն, որ այդ քննարկումների արդյունքում մեզ հաջողվեց որոշակի փոխհամաձայնության գալ, կարծում եմ արդեն բոլորին հայտնի է, ես չէի ուզենա հիմա անդրադարձ կատարել քաղաքական գնահատականներ տալով այդ փոխհամաձայնությանը, որովհետև այն անկախ ամենից մեր քաղաքական մշակույթում նորույթ է եւ մենք իսկապես շատ կարևորում ենք այն, բայց հիմա կուզենայի կանգ առնել հենց այն առաջարկությունների վրա, որոնք դրա արդյունքում ծնվել են, եւ պետք է ասեմ, որ բացի դրանից նաեւ մի շարք այլ առաջարկություններ եւս, որոնք տարբեր ֆորմատներում քննարկումների արդյունքում ի հայտ են եկել, եւս մեր կողմից փորձ է արվում այսօր լուծելու։ Երևի արդեն նկատել եք, որ մենք այս փաթեթը ներկայացնելուց մեջը զետեղել ենք երկու լրացում եւ փոփոխություն նույն օրենսգրքում, ընտրական օրենսգրքում։ Եվ նախ եւ առաջ կուզենայի անդրադարձ կատարել հենց այս հարցին, ինչու երկու տարբեր փոփոխություն նույն փաթեթում։ Բանն այն է, որ փոփոխությունների մի մասը մեր առաջարկությամբ անմիջապես կարող է ուժի մեջ մտնել, այն չի պահանջում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, այն բարելավում է իրավիճակը, տարբեր ժամանակահատվածներում նմանատիպ պահանջներ հնչել են, այդ թվում քաղաքասարակության կողմից փորձագետներից, եւ մեզ հաջողվել է գտնել այն լուծումները, որոնք թույլ են տալիս կատարելու այս փոփոխությունը եւ այն ուժի մեջ կմտնի օրենքը ընդունելու դեպքում 10 օրյա ժամկետում։ Երկրորդ նախագիծը կապված է եւ կախված է ֆինանսավորման հետ։ Բանն այն է, որ երբ մենք բանակցում էինք մեր գործընկերների հետ, ընդդիմադիր գործընկերների հետ, քաղաքասարակության հետ, բազմաթիվ հավաստիացումներ հնչել են, որ ֆինանսական հատվածը ապահոված կլինի եւ դոնոր հանրությունը եւս պաշտպանում է այս մոտեցումները։ Քանի որ առ այս պահը մենք վերջնական չունենք համապատասխան խոստում, այդ է պատճառը, որ մենք այս պահին դեռևս չենք կարող երաշխավորել, որ այս ֆինանսավորումը կապահովվի, իսկ այն նախնական գնահատականներով կազմում է մոտավորապես 16 միլիոն եվրո, որից 3 միլիոն եվրոն կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու այդ նույն ծրագրի ֆինանսավորմանը։ Կհաջողվի այդ ֆինանսավորումը ապահովել թե ոչ, դժվար է ասել, եթե հաջողվեց, ապա սա նշանակում է, որ մենք կարողանանք կյանքի կոչել այն մեխանիզմները, որոնց մասին մենք եկել ենք փոխհամաձայնության։ Սակայն խնդիրը ոչ միայն ֆինանսավորումը չէ, այլ ժամանակին այդ ֆինանսավորումը ապահովելն է, որովհետև բուն գաղափարը հետևյալն է, մեզ պետք է հաջողվի նախագրանցում իրականացնել բոլոր այն անձանց, ովքեր մասնակցելու են ընտրություններին, բացառությամբ նրանց, ովքեր ունեն նույնականացման քարտ։ Եվ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրենքի ուժի մեջ մտնելը դարձված է պայմանական։ Եթե համապատասխան ֆինանսավորում ապահովվի մինչև սեպտեմբերի 1, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա եւ օրենքը կմտնի ուժի մեջ։ Իսկ եթե ոչ, ապա սեպտեմբերի 1-ին օրենքը կհամարվի չեղյալ։ Եվ քանի որ օրենքը չեղյալ համարվելու հետ կապված մենք ունենք որոշակի կարգավորումներ իրավական ակտերի մասին օրենքում, այս փաթեթում ներկայացված է նաև երրորդ նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում ուժի մեջ չմտած օրենքը հայտարարել չեղյալ, որտեղ հակառակ դեպքերում իրավական ակտը, որը ուժի մեջ է մտել, չեղյալ չի կարող ճանաչվել։ Չեղյալ նշանակում է նա չի եղել։ Տվյալ պարագայում մենք գործ կունենանք մի իրավական ակտի հետ, որը երբևէ ուժի մեջ չի մտել եւ չեղյալ հայտարարելը որևէ լուրջ խոչընդոտ չի առաջացնում։ Հիմա ավելի մանրամասն յուրաքանչյուր փաթեթի մասին եւ այսպես այս պայն խոսեմ այն փաթեթի մասին, որը ուժի մեջ է մտնում 10-րդ օրը։ Կարևորագույն դրույթները հետեւյալն են. Նախ մենք առաջին կարևոր դրույթը հետեւյալն է,
Խոսքը վերաբերում է տեղական դիտորդներին։ Հիշեցնեմ ձեզ, որ մինչ գործող օրենսգիրքը ընդունելը տեղական դիտորդները պետք է հանձնեին ստուգարք, գործող ընտրական օրենսգիրքը, որը վերջերս ընդունվեց, նախատեսում էր, որ այդ ստուգարքը պետք է լինի պարզեցված եւ ընդամենը 2 խնդրի պատասխան տա, արդյոք դիտորդները ունեն տարրական գիտելիքներ ընտրական օրենսդրության վերաբերյալ եւ գիտեն արդյոք իրենց իրավունքները եւ պարտականությունները։ Այնուամենայնիվ բազում դիտորդական կազմակերպություններ եւ փորձագետներ բարձրացնում էին հարց, որ սա ճիշտ մոտեցում չէ, չնայած անձամբ ես համարել եմ միշտ դա շատ ճիշտ մոտեցում, որովհետև առնվազն այդ տարրական գիտելիքների դիտորդները պետք է տիրապետեն, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաև դիտորդական կազմակերպությունները, որոնք Հայաստանում հայտնի են եւ որոնք իրական դիտորդական կազմակերպություններ են, եւս միացան այս հարցադրմանը, մենք որոշեցինք փոխել դերակատարումը եւ ծանրության բեռը տեղափոխել դիտորդական կազմակերպությունների վրա։ Այսինքն մենք առաջարկում ենք, որ այդ հասարակական կազմակերպությունները, որոնք ներկայացնելու են դիտորդներին, հենց այդ հասարակական կազմակերպությունները ընդունեն դիտորդների վարքագծի կանոններ եւ կազմակերպեն իրենց դիտորդների ուսուցումը, թե միջազգային սկզբունքներին, դիտարկման միջազգային սկզբունքներին համապատասխան, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։ Որևէ մեկը չի գնալու, չի ստուգելու, արդյոք նրանք դա արեցին թե ոչ, բայց երբ իրենք ներկայացնեն իրենց դիտորդների ցանկը, պարտավոր են նշում կատարել, որ իրենք ընդունել են վարքագծի կանոնները եւ իրենք կազմակերպել են համապատասխան ուսուցում։ Սա առաջին կարևոր փոփոխությունը։ Երկրորդ կարևոր փոփոխությունը դա, եթե հիշում եք, մենք 15.5 ժամով երկարաձգեցինք մի շարք բողոքներ, դիմումներ ներկայացնելը, վերահաշվարկի դիմումը կամ արդյունքների վիճարկման դիմումը տեղամասում եւ այլն, եթե նախկինում կարելի էր դրանք ներկայացնել մինչեւ երեկոյան ժամը 6 ընտրությունների հաջորդ օրը, քվեարկության հաջորդ օրվա, ապա մենք երկարաձգեցինք մինչեւ երկրորդ օրվա ժամը 9:30 առավոտվա, որոշեցինք քննարկման արդյունքում, որ մենք կարող ենք եւս 1.5 ժամով այն երկարաձգել, այսինքն նմանատիպ դիմումները եւ բողոքները կարող են ներկայացվել տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկությունից հետո երկրորդ օրը մինչեւ ժամը 11-ը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն տեղեկանքին, մասնակցության տեղեկանքին, որը տպվում է տեխնիկական սարքի միջոցով, այնտեղ, եթե հիշում եք, տեղամասի համարը չէր ֆիքսվում, բայց ֆիքսվում էին ընտրողների հերթական համարները ցուցակում եւ մեկ օրինակը փակցվում էր սպիտակ թղթի վրա, հնարավորություն էր ընձեռվում, որպեսզի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները եւ դիտորդները լուսանկարեն այն, որովհետեւ վստահված անձին յուրաքանչյուր կուսակցության մեկական օրինակ ստանում էին այդ տեղեկանքի։ Առաջարկություն կա, որ երբ այդ վերջին տեղեկանքը, որը լուսանկարահանվում է, պետք է դրվի պարկի մեջ, զմռսվի պարկի մեջ, այդ պահին այն կնքվում է հանձնաժողովի նախագահի կողմից, ինչը մենք ամրագրել ենք։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավորություն էր ընձեռվում վստահված անձանց դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին ստուգել եւ համեմատել մայր թղթային ցուցակի հետ, արդյոք այս տեղեկանքը համապատասխանում է թղթային ցուցակին թե ոչ։ Մենք նախատեսում էինք 20 րոպե, ինչու, որովհետեւ միջինում մեր հաշվարկով 1200 ընտրող է ամենաշատը մասնակցում 2000-անոց տեղամասում, դա նշանակում է պետք է ընդամենը 1200 թիվ միմյանց հետ համեմատել, մենք մի քանի անգամ փորձարկել էինք եւ միջին ժամկետը շատ հանգիստ տեմպով աշխատելու դեպքում կազմում էր 14-ից 16 րոպե եւ դրա համար ամրագրել էինք ընտրական օրենսգրքում 20 րոպե, բայց հաշվի առնելով դարձյալ բազմաթիվ պահանջները, որ այդքան ինտենսիվ հոգնած պայմաններում դժվար է աշխատել, այդ 20 րոպեն դարձրել ենք 30 րոպե եւ վերջին փոփոխությունը, որը անմիջապես ուժի մեջ է մտնում, վերաբերում է կանանց քվոտային, հիշում եք, նախկինում մեր հարաբերակցությունը նվազագույն 28 էր, որը հետո այս ընտրությունների համար նախատեսեցին 25-75 եւ 22 թվականին 30-70։ Առաջարկությունը հետեւյալն է, ոչ թե 22 թվականից սկսած, այլ 21 թվականից սկսած սահմանել 30-70, ճիշտ ազգային ժողովի ընտրությունները հերթական ենթադրաբար տեղի կունենան 2022 թվականին, բայց 2021 թվականին տեղի կունենան երկու խոշորագույն քաղաքներում
թիմ ընտրություններ եւ ցանկալի կլներ, որ արդեն 21 թվականին այդ քաղաքներում խոսքը Գյումրիի եւ Վանաձորին է վերաբերվում, արդեն գործի ավելի կոշտ քվոտան 30-70, ուրեմն վերջին փոփոխությունը վերաբերում է դրան։ Ինչ վերաբերում է սրանով ես ավարտեցի ձեզ ներկայացնել այն նախագծին, որը անմիջապես ուժի մեջ է մտնում։ Ինչ վերաբերում է մեր երկրորդ նախագծին, երկրորդ նախագիծը հիմնականում երկու կարևոր հարց է լուծում։ Առաջին հարցը վերաբերում է տեսանկարահանմանը։ Ինչպես գիտեք, մենք երկար բանակցում էինք ուղիղ հեռարձակում, տեսանկարահանում եւ այլն, արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ եթե լինեն համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա հանձնաժողով, դա մեր քաղաքական համաձայնության մասն է, եռակողմ հանձնաժողով, քաղաքասարակություն, ընդդիմություն եւ իշխանություն կձևավորի մրցույթի պահանջներ, կընտրի մեկ մասնագիտացված կազմակերպություն, որը կստանձնի եւ բեռը յուրաքանչյուր ընտրական տեղամասում տեսանկարահանելու եւ ուղիղ հեռարձակելու։ Որոշակի կարգավորումներ, որոնք նվիրված են դրան, մասնավորապես նախատեսվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տալիս է իր թույլտվությունը համապատասխան տեսանկարման եւ ուղիղ հեռարձակման, նախատեսվում է նաեւ պարտավորությունը, որ տեղամասային կենտրոնը տիրապետող ընտրական հանձնաժողովները պետք է աջակցեն մասնագիտացված կազմակերպությանը, նախատեսվում է, որ տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ ստատիկ տեսախցիկներով, նախատեսվում է նաեւ, թե ինչ պետք է ընդգրկի ուրեմն տեսանկարանող խցիկի տեսադաշտը։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է ընտրողների նախագրանցմանը։ Թերևս սա ամենակարևոր փոփոխություններից մեկն է եւ խոսքը վերաբերում է հետեւյալին։ Ընտրողները, քանի որ հիմնականում պետք է ընտրական քվեարկության օրը տեղամասում գրանցվեն մատնահետքի միջոցով, առաջարկությունը հետեւյալն է, որ իրավունք կունենան մասնակցելու ընտրություններին որոշ աննշան բացառություններով այն ընտրողները, ովքեր ունեն նույնականացման քարտ։ Ինչպես նաև բոլոր այն ընտրողները, որոնք գրանցվեն նույնականացման քարտ ստանալու համար։ Ինչ նշանակում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցումը։ Բանն այն է, որ այսօրվա մեր հնարավորությունները բավականին սահմանափակ են եւ քիչ հավանական է, որ եթե 1 միլիոն անգամ ընտրող ցանկություն ունենա նախագրանցվելու ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար, մենք կկարողանանք նրանց համար ապահովել նույնականացման քարտեր։ Առաջարկության էությունը հետեւյալն է, որ ընտրողը գրանցվում է, ինչը նշանակում է նահանձում է բոլոր այն անհրաժեշտ տվյալները, այդ թվում իր բոլոր մատների, ձեռքի մատների մատնահետքերը, նույնականացման քարտ ստանալու համար։ Եվ անկախ նրանից նույնականացման քարտը մեզ կհաջողվի նրան տրամադրել թե ոչ մինչև ընտրությունները, մենք համարում ենք, որ նա գրանցվել է նույնականացման քարտ ստանալու համար։ 700,000 ընտրող արդեն ունեն նույնականացման քարտ, նրանց երկու ցուցամատերի մատնահետքերը վերցված են, դարձյալ որոշ բացառություններով, բնականաբար թե անատոմիական առանձնահատկությունից ելնելով, թե համապատասխան մատի մատնահետքի թերի լինելով, ցածր ինֆորմատիվություն ունենալով այդ դեպքում վերցված է մեկ այլ մատի մատնահետքը։ Մենք առաջարկում ենք այս մոդելով, որ վերցվելու են բոլոր 10 մատերի մատնահետքերը։ Բնականաբար սա փոխելու է նաև ընտրական գործընթացը։ Այսինքն, երբ ընտրողը մտնում է տեղամաս, նա ներկայացնում է իր փաստաթղթերից որևէ մեկը, որից հետո իր մատը դնելու է սարքի վրա եւ սարքը կարդալով մատնահետքը պետք է փորձի ճանաչել այդ ընտրողին։ Եթե չի հաջողվում ճանաչել, ապա ներմուծում է մեկ այլ մատ եւ այդպես մինչեւ 5 անգամ կրկնվում է գործընթացը, որից հետո եթե այն անհաջող է անցնում, նոր միայն փաստաթղթերի հիման վրա է իրականացվում անձի գրանցումը։ Իսկ ինչ վերաբերում է անձի նույնականացմանը, անկախ ամեն ինչից միշտ գործում է երկու սկզբունք, երկու հերթական գործընթաց։ Դա առաջին հերթին անձի լուսանկարն է, որ համադրվում է իր փաստաթղթում եւ արդյոք սա այս անձի փաստաթուղթն է թե ոչ, եւ եթե մատնահետքը ճանաչվում է, ապա մատնահետքը, եթե ոչ, ապա փաստաթղթի համարը, որով համադրվում է արդյոք այս անձը այս ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված է թե ոչ։ Սրանք են հիմնական փոփոխությունները։ Պետք է ասեմ, որ եթե ֆինանսավորումը հաջողվեց իրականացնել, ստանալ, ապա մենք ենթադրում ենք, որ բոլոր այն ընտրողները, ովքեր կգրանցվեն նույնականացման քարտ ստանալու համար, նրանք կստանան իրենց նույնականացման քարտերը անվճար, ի տարբերություն այն պետական թուրքի, որը այսօր գործում է։ Ճիշտ է, կստանան որոշակի ուշացումով, մեր նախնական հաշվարկով դա կարող է տեղի ունենալ մյուս տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, եթե ֆինանսավորումը ապահովեց, ինչպես ես արդեն նշեցի, մինչև սեպտեմբերի 1-ը։ Ինքնին սա բավականին ծանր բեռ է պետության համար սա կազմակերպելը,
որովհետև դա ոչ միայն ուղղակի մատնահետքեր վերցնելն է, պետք է հիշեցնեմ, որ մատնահետքերը վերցնում են նույնականացման քարտ տալու համար, ինչը նույն հիմքն է, ինչ նաև բիոմետրիկ կենսաչափական անձնագիր տալու համար։ Իսկ դա նշանակում է, որ ճամփորդական փաստաթղթերի ներկայացող անվտանգության բոլոր ստանդարտներին այն պետք է բավարարի, դա ICAO-ն է նման ստանդարտները որպես կանոն թելադրում, դա բավականին ծանր գործընթաց է, սա ուղղակի 10 մատնահետք հանձնելը չէ, սա 10 մատնահետքն է, լուսանկարն է, ստորագրությունն է, որից հետո մի շարք ստուգումներ, որոնք իրականացվում են, այսպես ասենք, անտեսանելի ռեժիմով, որից հետո անձը մտնում է կենտրոնական տվյալների բազա, ստուգումների մեջ մտնում են բազմաթիվներ, ասած տերորիստների հետ ցուցակից, քրեական հետապնդման մեջ գտնվողներ, հետախուզման մեջ գտնվողներ եւ այլն, այսինքն բազմաթիվ այդ ստուգումների արդյունքում մատնահետքը ստուգվում է այլ անձանց մատնահետքերի հետ, համադրվում է, որպեսզի նույն անձը հանգարց չունենա ինչ որ խարդախությունների արդյունքում երկու տարբեր փաստաթուղթ եւ այլն։ Եվ վերջում տպվում է ID քարտը։ Իհարկե նման գործընթացը, ինչպես արդեն նշեցի, իրականացնել նման սեղմ ժամկետում բավականին դժվար է, բայց մենք պատրաստ ենք ստանձնելու այդ ծանր բեռը, եթե իհարկե մենք ունենանք ֆինանսավորումը ճիշտ ժամկետին։ Ինչու սեպտեմբերի 1։ Ինչու սեպտեմբերի 1-ը վերջնաժամկետն է, պետք է որոշում կայացնենք։ Որտեղ մինչև սեպտեմբերի 1-ը պետք է գնվեն ամբողջ սարքավորումները, որոնք առնվազն անհրաժեշտ են 10 մատնահետքով մարդկանց նախնական տվյալները հավաքագրելու համար։ Եթե մենք սեպտեմբերի 1-ին չսկսեցինք հավաքագրումը, ակնհայտ է, որ մենք կարող ենք ձախողել գործընթացը եւ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, ցանկություն ունեն քվեարկելու այդ բոլորին մենք կարողանանք նման հնարավորություն ընձեռել, ինչը արդեն շատ ավելի մեծ վտանգ է երկրի համար։ Դրանով է պայմանավորված վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ը։